Ողջույն։ Այսօր հունվարի 12-ին տեղի էր ունենում դատական իշխանության օրվան նվիրված միջոցառում Փաշինյանի մասնակցությամբ։ Հավաքել էր դատական համակարգի ներկայացուցիչներին, բոլոր դատական նիստերը հետաձգվել էին, դատավորները եկել էին ու Փաշինյանը քարոզ էր կարդում։ Ցուցումներ էր տալիս, թե որը ոնց պետք է լինի։ Այն մարմինը, ումից ակնկալում է, որ պետք է իր քմահաճույքները բավարարեն, կանչում է ներկայացուցիչներին, ասում է. «Էսպես մի արեք, էնպես արեք, գործերի ձգձգում եք եւ այլն»։ Միլիոն անգամ մասնագետներն ասել են, համակարգը գերծանրաբեռնված է, դրա համար են երկար տևում դատական պրոցեսները։ Ասում են, համակարգը խիստ ծանրաբեռնված է, որտեղ դատախազությունը նաև բերում է նոր գործեր, որոնք ստիպված շալակում են, այդ գործերի տակ կա հանրային հետաքրքրություն, բայց փաստ չկա, հիմքեր չկան ու տարիներով քննվում է։ Ու Նիկոլը ցուցումներ է տալիս, թե սրան, նրան մի նայեք, իմ ճաշակով արեք եւ արագ արեք։ Դա արդարադատություն չէ։ Բնականաբար, եթե սա համակարգը լցնեք քրգործերով, որոնք Նիկոլի ճաշակով են, իր քաղաքական շահին համապատասխան են, ճռռալու են ու ոչ մեկ ոչինչ չի հասցնի անել։ Նիկոլը ստացվեց կանչել է դատավորներին որպես իր աշխատողներ ու ասում է. «Սրանից հետո ասեմ, թե ոնց աշխատեք, որ իմ ճաշակին համապատասխան լինի»։ Այսօրվա քննարկումից ես ստացա այդ տպավորությունը։ Ես չստացա այն տպավորությունը, որ դատավորները գնացել էին ինչ-որ քննարկում ծավալելու, մտքեր տալու։ Երբ անկախ կոչված մարմնի ներկայացուցչին կանչում հրահանգներ է տալիս, ու էլ ինչ ասես։ Նիկոլ Փաշինյանի դեմ տասնյակ քրեական հայցեր կան՝ վիրավորանքի, զրպարտության, դավաճանության, աշխատանքից ազատման եւ այլն։ Ու հələ պատկերացրեք, այդ գործերը այն դատավորների մոտ են, որոնք այսօր նստած էին դահլիճում ու ծափ էին տալիս Նիկոլին։ Վաղ այդ գործերը ոնց են քննելու։ Կարող են նրա օգտին որոշում չկայացնել։ Սա այն շարքից էր, կա տենց դատավոր, որ իմ ասածը չանի։ Այս ընթացքում մի քանի այլ իրադարձություններ եւս եղան, որոնք եկան հիմնավորելու շատերի արձանագրումը այն մասին, որ մեր երկրում կառավարման ճգնաժամ է։ Քպական իշխանության ղեկավարման տակ գտնվող ամեն ոլորտ, ասես մազից կախված լինի։ Դատական ընդամենը մեկն է, ամենտեղ է քաոս։ Այսօր Երևանի քաղաքապետարանում խոսում էին դարձյալ Աջափնյակի մետրոյի մասին։ 2025 թվականին արդեն պետք է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը սկսվեր։ 2018 թվականին խոստացել են մեկի փոխարեն 3 կայարան՝ Սուրմալու, Ակադեմիական քաղաք, Աջափնյակ։ 26 թիվն է, դեռ մի քար չեն դրել մյուս քարի վրա։ Այն գումարներն էլ, որ նախատեսել էին, տվել են տրոլեյբուս են գնել։ Ձախողակ քաղաքապետն ասում է մետրոյի կայարաններ կառուցելու լայն փորձ Հայաստանում չկա։ Այ դրա համար էլ չի կարողանում սարքել։ Նախ Երևանում մետրո կա, այսինքն կառուցման փորձ կա, բայց եթե չէիք կարողանալու, ոչ հաշվարկ ունեիք, ոչ մասնագետ ունեիք, ինչու էիք խոստում տալիս։ 2018 թվականին Փաշինյանը խոստացել է կառուցել 5 հատ ջրամբար։ 21 թվականին կենացները քաղցրացան ու այն ժամանակ ասֆալտի նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց 15 ջրամբարի մասին։ 26 թվականն է, քանի ջրամբար են կառուցել։ Ուր են սրանց կառուցած ջրամբարները։ Օրերս պարզ դարձավ, որ դադարեցվել է Կապսի ջրամբարի շինարարությունը, որի համար 70 միլիոն եվրո վարկ էին դրել ժողովրդի վրա։ Դե կասեն, որովհետև մենք ջրամբար կառուցելու փորձ չենք ունեցել։ Ունեցել ենք։ Ձեզանից առաջ ջրամբարներ են կառուցել։ Պետք է Կապսի ջրամբարը 26 թվականի գարնանը կառուցվեր, ավարտվեր եւ զուգահեռ նոր գյուղ կառուցվեր, որ բնակիչները տեղափոխվեին։ Այդ գյուղում ոչ մի տուն չի սարքվել։ Դե Նիկոլը կասի, չենք սարքել գյուղը, որովհետև Հայաստանում 0-ից գյուղ կառուցելու փորձ չի եղել։ Գյուղ հանձնելու փորձ էլ չէր եղել, բայց ինքը եկավ ու հանձնեց։ Մեկի փոխարեն մի քանի 100 գյուղ։ Սրանք խոստանում են 300 դպրոց, 500 մանկապարտեզ 2026 թվականին պատրաստ կլինի։ 26 թվականն է, քանի դպրոցում մանկապարտեզ են սարքել։ Խոստացածի 10%-ն էլ չեն սարքել։ Նիկոլն ասում է, մենք սարքած կլինենք, եթե նախկինում դպրոց կառուցելու փորձ Հայաստանը ունենար։ Դպրոց կառուցելու փորձ Հայաստանը իհարկե ունեցել է։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք կառուցվել է 106 դպրոց, Ռոբերտ Քոչարյանի օրոք 142 դպրոց, Սերժ Սարգսյանի օրոք 37 դպրոց, Նիկոլի օրոք 30-ի կարգի։
Խոստացել է 300 դպրոց։ Ժորժ ջան, ես չեմ խոսում հասարակ խոստումների մասին, բայց իհարկե, եթե սրանք հասարակ խոստումներն անգամ չեն կարողացել անել, կարմիր գծեր, արագաչափերզին, որի համազգեստ եւ այլն, $2 միլիոն պոլիկլինիկա են նորոգել, անցել է 2 ամիս, էլի նորոգման կարիք է զգում, որ հասարակ բաները չեն կարողանում, բայց բարդ բաները, նոր գյուղ, ջրամբար, մետրո կանեին։ Խոստացել են ինչ մտքներով անցել է, պրավալ են տվել ու ասում են, դե մեզնից առաջ փորձը չի եղել, փորձ չունենք։ Իսկ 3 միլիոն դրամ պրեմիա ստանալու փորձ ունեիք, 85 թոշակառուի թոշակի չափ միանգամից պրեմիա ստանալու փորձ ունեիք, Վրաստանի սոցիալնախարարի ջանքերով թոշակները բարձրացել են այդ երկրում, մեր երկրի փողով հաշված 15,000 դրամով։ Գիտեք որքան պրեմիա է ստացել Վրաստանի սոցիալնախարարը։ 0։ Արսեն Թորոսյանը ինչքան պրեմիա է ստացել տարվա վերջին։ Պատավատով ֆրֆռալու փորձ ունեիք, ամեն օր բիզնես դասով թռիչքի փորձ ունեիք, դատավորին ամեն գործով հրահանգ տալու փորձ ունեիք։ Շատ հեշտ է ձախողել ու ասել, դե փորձ չենք ունեցել։ Փորձ չունեք, գնացեք։ 2018-ի առաջին նշանակումից արդեն ասում էինք, որ սրանց կադրային քաղաքականությունը գիտելիքի ու փորձի բացակայությամբ կադրերին բարձր պաշտոնների տանելը քանդելու է։ Տարվա վերջում տեսանք, թե ինչ մեծ խայտառակություն եղավ։ Տասնյակ հազարավոր բաժանորդներ տարբեր քաղաքներում ամանորը չտոնեցին կամ տոնեցին առանց հոսանքի։ Պատճառն այն էր, որ հեծը քփնխլել է ու արդեն ինքն է կառավարում։ Հեծը խլել են, մասնագետներին գործից հանել են, մասնաճյուղերի ղեկավարներին գործից հանել են, նշանակել են ընտրություններում պարտված ՔՊԱ-ականներին, բարձր աշխատավարձ են վճարում ու մարդկանց թողնում են առանց հոսանքի։ Ու սաղ ՔՊԱ-ական կառավարիչները գրում են. ժողովուրդ ջան, հոսանք մի վառեք, որ լույսերը չգնան։ Դուք երբ եք տեսել նախկինում այդպիսի հայտարարություն։ Դե կասեն, հեծը կառավարելու փորձ նախկինում չենք ունեցել։ Երևանի մի թաղամասի հոսանք չեն կարողանում կարգավորել, ժողովուրդ ջան, բայց մի ամբողջ երկրի ռազմավարական համակարգ իրենց է վստահված։ 10,000 բաժանորդի հոսանքի հարց չեն կարողանում լուծել, բայց նրանց վստահվել է 900,000 բաժանորդի ճակատագիր։ Էջմիածին ամանորը տոնելը մթության մեջ։ Իսկ ով է հեծի պետը այդ հատվածում, փարաքարի ընտրություններում պարտված մի ՔՊԱ-ական։ Վստահ եմ, եթե հեծը խլած չլինեին ու 3 օր այն էլ ամանորին տասնյակ հազարավոր բաժանորդներ հոսանք չունենային, դա կդառնար հեծը խլելու պատճառ։ Սրանց համար կարևորը իրենց ստացած վարձն է։ Կարևորը, որ հեծի կառավարիչը ստանա 1000 բաժանորդի վճարած հոսանքի վարձի չափ աշխատավարձ 1 ամսում։ Կրկնեմ, այս սովորական հասարակ ոլորտները, որ քանդում են, դեռ գիտենք, որ ոչինչ, նորմալ ղեկավար կգա, նորից ռելսերի կդնի, բայց ռազմավարական կարևոր ուղղությունների քանդումը խիստ վտանգավոր է։ Ու սրանք այս մակարդակով 10,000 բաժանորդի հարց լուծել չկարողացողները խոսում են խաղաղություն բերելուց, բանակ զինելուց, Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելուց եւ այլն բարձր բաներից։ Իրենց որ թողնես, մեղավորներ միշտ էլ կան ու ըստ իրենց հաստատ իրենք չեն։ Ոչ թե ճգնաժամեր են իրենց օրոք լինում, այլ իրենք են ճգնաժամների օրոք եղել։ Կարճ ասած, մեր երկիրը կառավարման խորը ճգնաժամի մեջ է։ Սրանց ցանկացած քայլ ու որոշում ուղիղ հարվածում է Հայաստանի Հանրապետությանը։ Եթե Արցախը վարի տվեցին իշխանության գալուց 2 տարի 4 ամիս անց, բանակը 1 տարի անց, հեծը խլելուց 6 ամիս անց, կրթությունը 1.5 տարի անց, այդ ձախողումները հստակ ամսաթվերով արձանագրված են։ Չկա մի ոլորտ, որը սրանց տիրապետության տակ է ու ավելի բարվոք վիճակում է։ Իրականում իմ մեղքը գալիս է մեզ վրա, թե ովքեր են մեզ կառավարում, ինչից ուր են հասցրել ու դեռ ուր են որոշել տանել մեր երկիրը։